Մինչև 80,000 քաղաքացի է մասնակցել չորեքշաբթի երեկոյան Հանրապետության հրապարակում ուժեղ Հայաստան դաշինքի հանրահավաքին։ Դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, առաջիկա օրերը վճռորոշ են լինելու պետականության պահպանման համար։ Նա կոչ է արել քաղաքացիներին վերջնականապես կողմնորոշվել, շարունակել թույլ լինել, թե վերակառուցել երկիրը։ Կարապետյանը անդրադարձել է նաև իշխանության ադրբեջանամետ հայտարարություններին, որոնք հայ ժողովրդին դնում են հայրենազրկման վտանգի առաջ, եւ հայտարարել, որ առաջիկա ընտրությունը հանրաքվե է Հայաստանի քաղաքացիների համար։ Հանրաքվե երկու բանի մասին։ Շարունակում ենք այսպես, շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե կանգնում ենք եւ մեր մեջքը ամրացնում եւ սկսում ենք զարգանալ։ Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին թողել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե պահելու ենք մեր հայրենիքի վերջի մնացած հողը հայկական։ Նարեկ Կարապետյանը խոսել է նաև այն սարսափելի իրողության մասին, որը ըստ Կարապետյանի գործող իշխանությունները հետևողականորեն փորձում են թաքցնել։ Նա ներկայացրել է Ադրբեջանում պետական մակարդակով հաստատված եւ ֆինանսավորվող Արևմտյան Ադրբեջան ծրագիրը։ Կարապետյանը ցույց է տվել փաստաթղթերի այն փաթեթը, որտեղ բացահայտ գրում են, թե ինչպես են վերականգնելու իրենց իրավունքները Հայաստանի տարածքում, ինչպես են վերակառուցելու մզկիթները։ Ցիտում եմ. Հայաստան կոչվող տարածքում համատարած կերպով ոչնչացվել է ադրբեջանցիներին պատմական եւ մշակութային ժառանգությունը, իրենք են իբր ասում։ Այն ազգն է ասում, որ ամբողջ Դաշտային Ղարաբաղը վերածել է անհայ տարածքի, որ ամբողջ Լեռնային Ղարաբաղից հայերին զտման է ենթարկել։ Սրա մեջ է գրված։ Իսկ մենք գիտեք ինչ ենք սրան ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանում լինելու է առաջնորդ, որ երբեք սա թույլ չի տա, որ Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հոդը սա ծնդելու։